Մեզ անհրաժեշտ է նախ եւ առաջ նկատել ու ֆիքսել, որ այո, ես կարող եմ ունենալ հրապուրանք, սիրահարվածություն, բայց ինչ եմ փնտրում ես հարաբերություններում։ Մենք կարող ենք ունենալ պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ հստակ կարիքներ ու սպասելիքներ, բայց շատ կարևոր է, որ նոր անձի հանդիպելիս մենք ի վիճակի լինենք լինել հետևողի դերում, հետազոտողի դերում կամ մի իդեալական puzzle կես, որը հայտնվելու է իմ կյանքում եւ փոխելու է իմ ամբողջ կյանքը, իմ զգացողությունները, իմ հոգեվիճակը, այն թե ինչպես եմ ես ինձ զգում օրվա ընթացքում, այն թե ինչ մտքեր եմ ունենում։ Ողջույն բոլորին։ Եթերում Remind-ի հերթական էպիզոդն է եւ նախորդ անգամ, ինչպես հիշում եք, մենք քննարկեցինք ֆիլտրերի թեման, թե ինչ պատկերով ենք նայում աշխարհին եւ ամեն մեկս ինչ ֆիլտրեր ունենք։ Այսօր մենք փորձելու ենք միասին բացահայտել, թե ինչ միֆեր կան հարաբերությունների մասին, որոնք հաճախ կարող են խանգարել մեզ, եւ նաեւ նշեմ, որ այսուհետ մենք Remind-ի շրջանակում ունենալու ենք առանձին շարք, մասնավորապես հարաբերությունների հոգեբանության մասին, հարաբերությունների մասին տարածված միֆերի վերաբերյալ եւ ոչ միայն։ Սկսեցինք։ Հաճախ եմ ձեզնից հարցեր ստանում հարաբերությունների կառուցման դժվարությունների վերաբերյալ, ինչպես նաև այն մտքերի, որոնք տարածված են, որոնք հաճախ մենք վերցնում ենք մանկությունից, մեծահասակներից, տարբեր ֆիլմերից, հեքիաթներից, ինչպես նաև այսօր արդեն պոպուլյար հոգեբանությունից։ Եկեք միասին քննարկենք մի քանի տարածված միֆեր, հասկանանք դրանց վտանգավոր կողմերը եւ հասկանանք ինչ կարող ենք անել դրանց չհավատալու համար։ Առաջին տարածված միֆը, որին հաճախ եմ հանդիպում ինքս ու հաճախ եմ նկատում, դա այն միտքն է, թե աշխարհում ինչ-որ միտեղ կա մի իդեալական puzzle կես, որը հայտնվելու է իմ կյանքում եւ փոխելու է իմ ամբողջ կյանքը, իմ զգացողությունները, իմ հոգեվիճակը, այն թե ինչպես եմ ես ինձ զգում օրվա ընթացքում, այն թե ինչ մտքեր եմ ունենում։ Կարծես թե այս ամենով մենք մեր զգացողությունների կարգավորման պատասխանատվությունը տալիս ենք երևակայական մի մարդու, ում հայտնվել է փոխելու է մեր կյանքում ամեն բան։ Որն է այստեղ վտանգավորը։ Եթե մենք կողակից ենք փնտրում այս մտքով, որ նա գալու է եւ փոխելու է մեր ամբողջ կյանքը, բնականաբար մեծ է հավանականությունը, որ մենք կհիասթափվենք, որովհետեւ ինչ որ անց գալու է մեր կյանք, մենք սկզբում կարող ենք ունենալ բուռն զգացողություններ, սիրահարվածություն, այդ ընթացքում կարող ենք չունենալ մեզ սովոր տհաճ զգացողությունները եւ հետո մեզ համար սովոր զգացողությունները հետ են գալու, որովհետեւ դրանք ոչ միտեղ չէին էլ անհետացել։ Եվ արդյունքում մենք մտածելու ենք, որ սա այդ մարդը չէ, եթե այդ մարդը լիներ, ես այդպես չէի զգա, մինչդեռ փոխարենը մեզ անհրաժեշտ է նախ եւ առաջ նկատել ու ֆիքսել, որ այո, ես կարող եմ ունենալ հրապուրանք, սիրահարվածություն, բայց ինչ եմ փնտրում ես հարաբերություններում։ Երբ որ կողակից եմ փնտրում, փնտրել այստեղ իհարկե չակերտավոր, երբ որ կողակից եմ դիտարկում, ինչ հիմնական գծերով ու հատկանիշներով եմ առաջնորդվում։ Եթե հիմնական հատկանիշը գիծը այն է, որ նա կարողանալու է իմ կյանքը փոխել, բնականաբար այստեղ ես կարծես թե փնտրում եմ թերապևտի եւ ոչ թե կողակցի, որպեսզի դուք կարողանաք տարանջատել, թե հիմնական առաջնահերթությունները ձեզ համար որոնք են հարաբերություններ կառուցելիս, կարող ենք օգտվել կոգնիտիվ վարքաբնական թերապիայի վարժություններից մեկից, սա հետեւյալն է։ Երբ որ ես սկսում եմ շփում, հարաբերություններ, ինչ կետերով եմ առաջնորդվում։ Բացի այն, որ ես կարող եմ լինել սիրահարված, ունենալ շատ ինձ համար դրական զգացողություններ, դրանից զատ ինչն եմ կարևորում։ Արդյոք կարևորում եմ դիմացինի քայլերը, արդյոք կարևորում եմ դիմացինի ապրելակերպը, նրա հետաքրքրությունները, ինչ է խոսում, ինչի մասին են նրա մտքերը, թե ինձ համար կա մի անձ, ով իմ գլխում է, երևակայական ինչ-որ կերպար է եւ բոլոր մարդկանց փորձում եմ այս կերպարին համապատասխանեցնել։ Իհարկե, տեսեք, մենք կարող ենք ունենալ պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ հստակ կարիքներ ու սպասելիքներ, բայց շատ կարեւոր է, որ նոր անձի հանդիպելիս մենք ի վիճակի լինենք լինել հետևողի դերում, հետազոտողի դերում, մեզ հնարավորություն տանք հետազոտել եւ հասկանալ, արդյոք դիմացինը
մտածում է մեր պես, արդյոք դիմացինը կիսում է մեր արժեքները, արդյոք դիմացինը ունի մտածելակերպ, որի հետ մենք համաձայն ենք կամ կան նմանություններ, եւ հիշել, որ այլ անձը գալու է մեր կյանք եւ մենք միասին կառուցելու ենք հավասարազոր հարաբերություններ, որտեղ յուրաքանչյուրս ունենք մեր դերը, մեր կարևորությունը, մեր պատասխանատվությունը։ Որևէ անձ չի կարող գալ իմ կյանք եւ փոխել իմ կյանքը։ Եվ եթե ես ինձ վատ եմ զգում միայնակ, եթե ունեմ միայնության զգացողություն, դատարկության զգացողություն, ապա չունեմ փաստարկ, չկա փաստարկ, որ անձը գալու է իմ կյանք եւ այս զգացողությունները անհետանան, որովհետեւ շատ հաճախ այս զգացողությունները ունեն հստակ պատճառներ եւ այս զգացողությունների կարգավորման հիմնական պատասխանատուն մենք ենք։ Զույգերի հետ աշխատանքում մի միֆ եմ դուրս բերել, որը վստահ եմ ձեզ էլ կարող է ծանոթ լինել, սա այն է, որ մենք սկսում ենք մտածել, որ ես կկարողանամ փրկել դիմացինիս։ Օրինակ դուք նկատում եք ինչ-որ անառողջ վարք, նկատում եք մի բան, որ ձեզ դուր չի գալիս եւ դիմացինին հայտնում եք այդ մասին։ Եվ նա ասում է, որ չի կարողանում այդ վարքը թողնել, չի կարողանում այդ ամենից ազատվել։ Դուք սկսում եք մտածել, որ դուք կփոխեք նրան, որ դուք կփրկեք նրան։ Նույն իրավիճակը կարող է լինել, եթե դիմացինը հստակ ի սկզբանե մեզ ասում է, որ մեր եւ նրա պատկերացումները այլ են, որ նա այլ տեսակի հարաբերություններ է փնտրում, եւ մենք սկսում ենք մտածել, որ մեր սիրո ուժը նրան կփոխի։ Այս միֆը շատ հաճախ մենք վերցնում ենք մանկական տարբեր հեքիաթներից, ֆիլմերից եւ նշանակալի մեծահասակների փոխանցած մտքերից առայն, որ սերը կարող է փոխել ամեն բան, սերը կարող է փոխել մարդուն, մինչդեռ շատ կարեւոր է հիշել, որ փոփոխության համար շատ կարեւոր է հենց տվյալ անձի ցանկությունը եւ ջանքերը այդ ուղղությամբ։ Մեր հոգատարությունը, մեր զգացողությունները, մեր սերը որևէ մեկին փոխել չի կարող, եթե դիմացինը ինքը չցանկանա փոխվել։ Երբ որ նման իրավիճակներում դուք ունենում եք այս միտքը, որ ես կփոխեմ նրան, ոչինչ որ նրա մտքերն ու պատկերացումները այլ են, ես դա կփոխեմ, իմ սերը կփոխի, փորձեք կանգ առնել ու ձեզ հարցնել. Իմ մեջ ով է խոսում։ Այսինչ միտք է, որ ես կփոխեմ։ Ինչ կարիք ունեմ ես այստեղ, ինչպիսին ես ինձ կզգամ, եթե կարողանամ դա անել։ Ամենայն հավանականությամբ մեր ներսում ապրում է մի փրկիչ, ով փորձում է փրկել եւ այս գործողությամբ իրեն ավելի լավը, ավելի կարեւոր զգալ։ Երբ որ նկատում եք այս ձգտումը ձեր մեջ, անպայման կանգ առեք ու փորձեք նկատել, թե ինչ կստանաք դուք, եթե դա անեք եւ արդյոք պատրաստ եք անել այն, ինչ որոշել եք, եթե չեք ստանալու այն, ինչ որ ցանկանում եք։ Հարաբերությունների սկզբում եւս կարող են աշխատել մեր իսկ ֆիլտրերն ու պրոյեկցիաները։ Երբ որ մենք ինչ-որ բան ենք մտածում, ենթադրում եւ դա տալիս ենք դիմացինին, կամ մենք ինչ-որ բան տեսանք եւ ինչ-որ բան ենթադրեցինք։ Օրինակ, եթե դիմացինը գրեց սա, ուրեմն դա նշանակում է այսինչ բանը։ Որպեսզի մենք դիմացինի մասին կարողանանք կարծիք կազմել ոչ թե ըստ մեր ֆիլտրերի ու պրոյեկցիաների, այլ հենց ըստ նրա, թե ինչպիսին է դիմացինը, մեզ անհրաժեշտ է փորձել մեր ենթադրություններից եւ մեր կոգնիտիվ աղճատումներից դուրս գալ ու տեսնել դիմացինը ինչ է անում, ինչի մասին է խոսում, ինչ հետաքրքրություններ ունի։ Սա անելու համար հարկավոր է, երբ որ դուք ինչ-որ ենթադրություն կամ միտք եք ունենում, անպայման ձեզ հարցնել. ինչի վրա է հիմնված իմ այս միտքը։ Կամ երբ որ ինչ-որ բան եք նկատում ու դրա մասին կարծիք եք կազմում, էլի այս հարցը ձեզ տալ. Ինչի մասին է սա, ինչ փաստարկ կա, որ դա այդպես է եւ ինչ զգացողություն է սա ինձ մոտ առաջացնում։ Երբեմն մենք կարող ենք կարծիք կազմել ըստ մեր գծած մտքերի, ըստ մեր գծած երևակայությունների, մինչդեռ իրականությունը կարող է բացարձակ այլ լինել։ Օրինակ դիմացինը կարող է ասել, որ ես այս փուլում պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների եւ մենք դա ընդունենք այսպես։ Դիմացինը դա նկատի չուներ, նա նկատի ուներ ուղղակի, որ ընթացքում կհասկանա ու կմտածի։ Սա եղավ ենթադրել, հորինել, երևակայել։ Շատ կարևոր է հասկանալ ի սկզբանե, թե մենք այս փուլում կյանքի ինչ ենք փնտրում, ինչ ենք ուզում եւ ինչի հետ ենք համաձայն։ Ենթադրվում է, որ եթե գիտենք ինչի հետ ենք համաձայն, նաեւ գիտենք ինչի հետ համաձայն չենք։ Օրինակ, որոնք են այն կետերը, որոնք հստակ ինձ համար ոչ են, որոնք են այն կետերը, որոնք
շատ կարևոր են ինձ համար, առաջնահերթություն են։ Ինչ արժեքներ պետք է ունենա անձը, որպեսզի ես կարողանամ նրա հետ որոշակի ճանապարհ անցնել։ Երբ որ մենք այս հարցերի պատասխանները չենք տալիս ինքներս մեզ, մեծ է հավանականությունը, որ մենք կարող ենք առանց գիտակցելու, առանց իմանալու մեր կարիքները հայտնվել մի հարաբերություններում, որը ի սկզբանե մեզ համար չէր։ Դրա համար հենց այսօրվանից ես առաջարկում եմ տվեք ձեզ ժամանակ, կարող եք գտնել մի հարմար վայր ու փորձել պատասխանել այս հարցերին։ Ինչ հարաբերություններ եմ ես ուզում, ինչ հետաքրքրություններ, ինչ արժեքներ, ինչ ապրելակերպ եմ պատկերացնում դիմացինիս համար, ինչ սովորությունների հետ վստահաբար համաձայն չեմ, ինչի հետ եմ համաձայն եւ որոնք են այն կետերը, որոնք ինձ համար առաջնահերթություններ են։ Կետեր, առանց որոնց ես չեմ կարող դիմացինի հետ հարաբերություններ կառուցել։ Ու գիտեք, սա չի վերաբերում միայն ռոմանտիկ հարաբերությունների, սա կարող է լինել նաեւ հենց ընկերական հարաբերությունների մասին։ Զույգային թերապիայի ժամանակ ես հաճախ եմ նկատում այս կետը, որ զույգի կողմերը կամ կողմերից մեկը պարզապես լավ չի գիտակցում, լավ չի վերլուծում, թե ինքը ինչ կարիքներ ունի։ Սա կարևոր է հասկանալու, թե հենց շփման սկզբում մենք ինչին ուշադրություն դարձնենք։ Օրինակ, եթե ձեզ համար կարևոր է, որ դիմացինը լինի ավելի ակտիվ ապրելակերպի հետևորդ, որովհետև դուք եք այդպիսի եւ այդպիսի զուգընկեր եք ցանկանում, կարևոր է ի սկզբանե հասկանալ, արդյոք դիմացինը այդպիսին է։ Միգուցե մենք գործ ունենք անձի հետ, ով ավելի միտված է շատ ավելի հանգիստ пассив կյանք ունենալ։ Օրինակ, սիրում է գնալ աշխատանքի, գալ տուն, տանը լինել, ավելի սիրում է տանը ժամանակ անցկасնել։ Շատ կարևոր է հասկանալ դիմացինը ինչ է սիրում, արդյոք դիմացինը պատրաստ է փոխել իր ցանկությունները, հետաքրքրությունները, եւ եթե ոչ, ըստ դրա որոշում կայացնել, թե ինչպես ենք առաջ գնալու։ Նախորդ էպիզոդների ընթացքում ես ձեզ հետ կիսել էի էմոցիոնալ հասունության վերաբերյալ անվճար թեստ։ Այս անգամ մեկնաբանություններում կտեղադրեմ հարցաշար, որը ձեզ կօգնի հասկանալ, թե որ կետերն են ձեզ համար կարևոր հարաբերություններում, ինչպես նաև կօգնի ավելի հստակ առաջնահերթություններ ունենալ հարաբերություններ սկսելիս, թե ինչի վրա կենտրոնանալ եւ ինչ կետեր կան, որոնք անհրաժեշտ է, որ դուք հետազոտեք։ Իսկ առաջիկայում մենք միասին կբացահայտենք կապվածության տեսակները, կհասկանանք, թե ինչու ենք հաճախ ընկնում նույնատիպ սցենարների մեջ, կհասկանանք, թե ինչպես տանել բաժանումը եւ մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններ կգտնենք։ Կհանդիպենք շուտով, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել ալիքին առաջիկա էպիզոդները եւս բաց չթողնելու համար։